Ես ուզում եմ ողջունել մեր սիրելի գյումրեցիներին, ես իմ կյանքի մեջ պատիվ եմ ունեցել մի քանի անգամ լինել քաղաքահայր Գյումրիում եւ եղել եմ զուտ աշխատանքի բերումով, այսինքն ծառայության բերումով։ Ես ունեցել եմ բազմաթիվ շատ զինվորներ, որոնք որ իմ ծառայության բերումով հանդիպել եմ Գյումրիից։ Այդ թվում եղել են զինվորներ, որոնց հետ ես միասին ծառայել եմ, փառքաստու այդ մարդիկ կան, Վարդանյան Կարեն, Ղազարյան Արտյոմ, եթե չեմ սխալվում, Աջուլիկը, Չիլո, Բադր, դրանք այն գյումրեցիներն են, որոնք ծառայել են ինձ հետ, եւ մնացած լիքը տղաներ, որոնք որ եղել են զինվոր, երբ որ Վարդան Ղուկասյանը որպես ռազմական ոստիկանության աշխատակից սպասարկել է այս կամ այլ զորամասը։ Իրենք անպայման կարող են տալ ամենաճիշտ բնութագիրը Վարդան Ղուկասյան դոկ անձի հետ կապված։ Ինչպիսին էր ինքը զորամասում, թույլ էր, պինդ էր, իրոք զինվորի համար մտածում էր, չէր մտածում։ Ես թողում եմ այդ մարդկանց, որ հանգիստ կարելի է ճշտել եւ նաեւ ուզում եմ ասել եւ մի անգամ էլ եմ ասել, թե ոչ 2-3, որ դոկ ածականը հենց պատկանում է գյումրեցիներին, որովհետեւ այդ անունը ին վրա կպցրել է Աջուլիկը, գյումրեցի Աջուլը, եւ այդպես էլ Աջուլը երբևիցե կարող է չպատկերացնել, որ իր դրած ածականը կարող է մի գեղեցիկ օր դառնալ քաղաքական կուսակցություն, դեմոկրատիա, օրենք եւ կարգապահություն։ Գյումրին տեսել է տարբեր քաղաքապետեր, Գյումրին տեսել է տարբեր քաղաքական ուժեր, Գյումրին տեսել է Եգրաշարժ, Գյումրին տեսել է Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան եւ անցնելով այս բոլորի վրայով Գյումրին հասկացել է, որ սրտացավություն, հոգատարություն, այն ինչ որ բնորոշ է pedagogan մտածելակերպ ունեցող մարդուն, այդպես էլ Գյումրին ցավոք սրտի չտեսավ։ Եվ ով եկավ թալանեց գնաց, ով եկավ դզվավ գնաց, ով եկավ իրեն տնով, տեղով, ընտանիքով, ճժերով, ամեն ինչով ապահովեց գնաց, բայց դոմիգը մնաց, խնդիրը մնաց, խնդրեմը մնաց։ Մենք ուրեմն ես մանրամասն ուսումնասիրել եմ Գյումրին ինչպիսին է եղել սովետական տարիներին։ Դուք ունեցել եք Չուլոշնի, դուք ունեցել եք այսպես ասած ձեր այդ երկաթ գիծը որ կա, այդ տեղի հետ կապված անունը բան մոռացա, այսպես ասած խորը պատմություններ, բարեկեցիկ կյանք, բարեկեցիկ իրավիճակ, ամենաապահովված Հայաստանի քաղաքներից մեկն է եղել Գյումրին։ Իհարկե մենք չենք կարող հետ վերադարձնել այն, ինչ որ եղել է սովետի ժամանակ, բայց որոշակի գործարաններ, ինչպիսին տեքստիլն է, Չուլոշնին է, կամ ոնց եք ասում, նույն բանն է ոնց որ թե, որ պետք է վերաբացվի, վերագործարկվի եւ ապահովի այդ աշխատանքը, դրա մասին ոչ մի խոսք։ Բոլոր քաղաքական ուժերը, բոլոր քաղաքական այսպես կոչված գործիչները եկել են, ասել են, համոզել են, բարձրացրել են, ձայները վերցրել են ընտրություններից, անմիջապես հետո մոռացել են ամեն ինչի մասին։ Եվ հիմա մենք ձեզ հետ ունենք, ես ավելի շուտ ունեմ ապացուցելու մեծ բան ամբողջ հայ ժողովրդի համար։ Եվ իմ գործի ապացույցը սկսվելու է Գյումրի քաղաքից։ Նիկոլ Փաշինյանի քայլը սկսվեց Գյումրի քաղաքից, որը 2018 թվականին գծագրված սկսվեց եւ երկիրը բերեց հասցրեց այս օրվան։ Նիկոլ Փաշինյանի վերջը պիտի սկսվի հենց Գյումրի քաղաքից նորից։ Եվ այդ վերջը պիտի սկսեմ ես, ոչ Ռոբերտ Քոչարյան, ոչ Սերժ Սարգսյան, ոչ Գագիկ Ծառուկյան, ոչ այնտեղ չգիտեմ մնացած ովքեր որ կան, եւ այլն դրանցից ոչ մեկը չի սկսելու Նիկոլ Փաշինյանի հետագծի ջնջումը եւ հասնի մինչեւ այն կետին, որով որ պետքա ամբողջովին ջնջվի ԿՊ երկրի երեսից։ Դա լինելու է միակ ես, միակը։ Ձեզ Գյումրվա թալանը խնդրեմ գտնվում է Լոս Անջելեսում, նաեւ Ստեղ ձեր Գյումրվա քաղաքապետը 7 միլիոն, 20 միլիոն 1, 7 միլիոն 1 դոլարով ագին հողատարածքներ առել։ Եկեք տեսեք, մեկ է դրա մասին խոսել ենք, այդ եկեղեցին է 7 վերք եւ այլն եւ այլն։ Էդի ձեր փողերն է, էդի ինչ որ մեկի բան փողերը չի, այդ դոմիգի մեջ մնացող մարդու փողերն է։
Սերժի Փեսեն կայնավասեց, թե մենք ամիսը 8 միլիոն դրամ, մենակավիձո, սաղ սալամատ, փող ենք տվել հայկական ժամանակ թերթին, որ չգերի իմ երեխու սոսոն ոսկուց է։ Ես էլ հազար անգամ ասել եմ, բա ինքեր արքայա դուստր միշիկ։ Բա այդ 8 միլիոնից մի 4 միլիոնից մեզի դու եթե տենց, հա, ես մտնում եմ քոտու, սեղանը քրծում եմ, դուրս չեմ գալի։ Բա ի՞նչ ես տալի։ Այսինքն ակնհայտ կերպով բառացիոնին մարդիկ ասում են Նիկոլ Փաշինյանին աճեցրել ենք մենք, եւ իրոք աճեցրել են իրենք, դա արդեն գաղտնիք չի։ Թե չէ Նիկոլ Փաշինյանի նման 100,000 հոգիներ Լեննագանից քայլելով չէր կարող գա եւ Երևանում հեղափոխություն աներ, ինչքան էլ Սերժ Սարգսյանը թույլ մարդ լիներ, բայց նա թույլ մարդ չի, Գասպարյան Վովան այսպես մի հատ կքաշեր քթերը եւ կվերանար թե Նիկոլ, թե Սիսի, թե դդում, թե այնտեղ ինչ են մեկի անունը չեմ ուզում սենց ասեմ են ոչ կոլոտ կարճ, որ չի երևում է, մակարավի կրակած պատրով, թե եւ այլն, այդ բոլորին Գասպարյան Վովան մի հատ կքաշեր, պրծնեին։ Վերջ։ Այսինքն է տարբերությունը Վարդան Ղուկասյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ասիկ է, եւ Վարդան Ղուկասյանը դողում է յուրաքանչյուր զինվորի կյանքի վրա, դա նույնիսկ եմ ասում, երևում է բանակից, ոչ թե ասեմ իմ զինվորները թող գնան հազարներով զոհվեն, բայց Ադրբեջանի նավթատար խողովակը չվնասվի։ Դու Ադրբեջանին էլ թաղեմ, նավթատար խողովակն էլ թաղեմ, նավթատար խողովակի տերն էլ թաղեմ։ Իմ զինվորից թանկ չլինի։ Ուրեմն Գյումրիի հետ կապված նաև ուզում եմ ասեմ, այսօր ինչ է կատարվում Երևանում, դուք տենում եք ամեն քայլափոխին շենք, բազմահարկ շենքեր, աննորմալ մասշտաբների, շինթույլտվություններ, կոռուպցիա, թալան եւ այդ ամենը հանգեցել է նրան, որ Երևանում այսօր պարալիզվել է երթևեկությունը։ Երևանում այսօր աղբը, կեղտը, ջրհեղեղները, այդ կոյուղիների պայթումը, ուղեկցումը մեկը մյուսի հետևից։ Այդ չեմ խոսում հովարային անջատումների, որովհետեւ քաղաքը նախատեսված չի եղել նման շատ բնակելի շենքերին։ Իսկ Գյումրիում շինարարությունը մեղմասաշրջված վիճակի մեջ է։ Գյումրիում եթե մենք զարգանք շինարարության, այսինքն ներդրումային ծրագրերին, ապա պետք է կառուցվի մաքսիմում 5 հարգանի, 6 հարգանի շենքեր ոչ ավել։ Եվ դա իր հերթին պետք է հանդիսանա խթան մեր են հայրենակիցները, որոնք որ հիմա գտնվում են Խոպանում եւ այդ ցուրտ Սիբիրի պայմաններում աշխատում են շինարարությունների վրա, իրենց ընտանիքից կտրված, այդ մարդիկ հետ կգան, այդուն աշխատավարձը կստանան Հայաստանի Հանրապետությունում, իրենց քաղաքում կլինեն իրենց կնգտոց հետ, ոչ թե կթողան կնգտոց, իրանք կեցաննդե Նատաշա, Վալա, Անժելիկա, Սերգեյ կանենք խաղացնել։ Այսինքն մենք խորապես ուսումնասիրել ենք այն ամենը, ինչ է անհրաժեշտ Գյումրիին։